Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար, հաղորդումը սկսելուց առաջ մեկ հարց եմ ուզում ձեզ տալ եւ խնդրում եմ անպայման պատասխանել այդ հարցին։ Ես հարցումը տեղադրել եմ արդեն YouTube-յան ալիքով, դուք կարող եք այդտեղ քվեարկություն անել, բայց կարող եք գրել նաեւ այս վիդեոյի տակ։ Եվ այսպես հարցը կայանում է հետեւյալին. Ինչպիսին է ձեր համար Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Երեք տարբերակ առաջարկված որպես երկիր, բարեկամ երկիր, նեյտրալ երկիր եւ թշնամի երկիր։ Դուք կարող եք YouTube-յան ալիքում դա լինքը կա քվեարկել այնտեղ, որտեղ հնարավոր է դա համակարգը հաշվում է, վերջում տոկոսները ցուցակալի, կարող եք նաեւ գրել այս տեսանյութի տակ, որովհետեւ շատ կարևոր է այս օրերին, կարծես թե մեր ռուս բարեկամները եւ ռուսի ծառաները մոռացել են ընդհանրապես իրենք ինչ հաշվարկային կշիռ ունեն Հայաստանում։ Հարցում ուզում սկսեմ հետևյալ խոսքերով, որ նույնիսկ ամենաթանկ եւ ամենագեղեցիկ կոստյումի տակ առնետը մնում է առնետ, դրանից ոչինչ չի փոխվում։ Բովանդակային իմաստով ոչ մի հագուստ դեռևս չի կարողացել մարդու մեջ բովանդակություն փոխել։ Մարդուն մաքսիմում տա լավ հագուստը ինքնավստահություն, ինքնադրսևորման նոր երանգներ, հա, բայց դա երբեք կարդինալ եւ արմատական չի կարող փոխել մարդու էությունը։ Ինչի մասին է խոսքը։ Երբ բոլորդ հիշում եք, որ ընդամենը 3 էր ասեցի, որ 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանից։ Տեսնենք Ռուսաստանից մեզ ինչ ա բերելու։ Եվ այսպես մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց։ Տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այդ գործընթացի նախաձեռնողը։ Ես ես ուղղակի ուզում հիշեցնել, որ ԵԱՏՄ այդ կոչված այդ փուչիկի հապկ փուչիկի նախաձեռնողը հիմնադիր երկրներից մեկը նաեւ Հայաստանն էր։ Եվ ես ուզում եմ Քոչարյան Ռոբերտը իր թանկանոց կոստյումի տակ լինելով հանդերձ, որ իհարկե երբեք չփոխեց իր բովանդակությունը, ցույց տա, թե ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը որքանով դարձեցին Հայաստանը գործոն եւ ինչ տվեց դա երբևէ Հայաստանին, բացի կոտորածից, բացի տնտեսական կախվածությունից, բացի ռազմական համագործակցություն չակերտավոր, որը ի վնաս կատարվեց Հայաստանի, սկսած հոպից զրկելով, սկսած չթողելով զինվել, սկսած արգելելով որևէ ռազմական արտադրություն սեփական ունենալու հնարավորությունից, սկսած արգելանքներ դնելով որևէ այլ պետության հետ, որևէ այլ կարգի ռազմական համագործակցություն ունենալուց, եւ այսպես կարող եմ շարունակել այս ցանկը։ Հիմա թանկանոց կոստյումի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը պետք է ասի, մեզ բացատրի, ցույց տա անցած 30 տարվա ռուսական ստրկության տակ լինելու առավելությունները, որ ասի տեսեք, այն ժամանակ սենց է այս առավելություններն ենք ունեցել։ Արցախներ նույնիսկ չեն կորցրել, այդ 7 շրջաններն չենք տվեց, կամ մարդը չի սպանվել։ Այ դրա համար էլ ասում ենք, որ այս հարաբերությունները ավելի խորացնել է պետք եւ հաջորդ քայլը դա ռուսական այս նոր պետության մեջ մտնելն է, ասել թե սովետական միության վերականգնումը, որի մասին շատ երազում է Պուտինը, այստեղ պետք է ասեմ ախորժակի նաև Քացախ Քոչարյան Ռոբերտ եւ Պուտինի նույնը պետք է ասեմ։ Դրա համար ես ձեզ կոչ անում քվեարկել եւ այս բոլոր պատահական չի։ Մենք թարմացնենք սրանց ինքնագնահատականի զգացողությունը մի հատ, բայց սթափեցնենք, էլ ասենք դուք ընդհանրապես ով եք Հայաստանում եւ քանի հոգի է ընդհանրապես ձեզ լուրջ ընդունում։ Դա համար խնդրում եմ անպայման քվեարկել։ Ինչ վերաբերվում է որ իր ժամանակաշրջանում այդպիսի առաջարկ չի եղել, հա, դժվար է թե պատկերացնել իր ժամանակաշրջանում առավել եւս միութենական երկիր, քան Հայաստանն էր, Ռուսաստանն էր, որովհետեւ սրա շնորհիվ, այս թանկանոց պիջակի տակ ծավալած առնետի շնորհիվ
Հայաստանը չլինելով միութենական պետություն, իր ամբողջ ռազմավարական ուժերն ու հնարավորություններն ու հիմնարկները 120 միլիոն դոլարի դիմաց, ընդամենը 120 միլիոն դոլարի դիմաց նվիրեց Ռուսաստանին։ Ինչև ասեմ ընդամենը 120 միլիոն դոլարի դիմաց։ Այսօր Վիվարոյի Վիգենը 10 միլիոն է ծախսել մի հատ հարսանիքի վրա։ Դու պատկերացնում եք 12 տես հարսանիք արժեր ամբողջ Հայաստանի Մերգելյան ինստիտուտներից սկսած ռոբոտների ինստիտուտը, մի խոսքով գիտեք, հոսանքը, գազը, ճանապարհները, երկաթգիծը։ Ես որ հիշում եմ այդ ցանկը Մերգելյանի ինստիտուտը։ Հիմա ասում է, ինչ ժամանակ սենց առաջարկ չի եղել, քեզ առաջարկել պետք չէր։ Դու ամենալայն լիազորություններով ու հնարավորություններով ամբողջ երկիրը նվիրեցիր ռուսներին։ Ինչի մասն է խոսքը։ Այդ ինչ գործոն ես ուզում դու դառնաս, կամ քեզ ով է խոս տվել, որ դու լինելով ինչ որ երկրի կազմում դու դառնալ ես գործոն, հակառակ ցանկացած միավոր, երբ որ գտնում է ուրիշ պետության կազմում, նա գործոն չի այլևս։ Ոնց որ ասեն սովետական միության կազմում Հայաստանը գործոն էր, հա։ Դրա համար խլեցին, տվեցին Ադրբեջանը եւ Նախիջևանը եւ Արցախը։ Գործոն էր, բա ոնց։ Գնանք առաջ։ Ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ պետության մասին է խոսքը։ Ինչ ասում Սերգեյ Լավրովը։ Ասում է մողոլ թաթարական ստորգությունը Ռուսաստանի փրկեց Եվրոպայի տարածքում լուծվելուց։ Պատկերացնում եք, ինքը Ռուսաստանը կարող է sense լուծվել ու վերանալ եվրոպական տարածքում։ Մողոլ թաթարական լուծը փրկեց Ռուսաստանին, պահեց նրա ինքնուրույնությունը։ Դրա համար Լավրովի եւ ընդհանրապես ամբողջ կրեմլյան բարձրաստիճան ղեկավարների ընտանիքը, երեխաները, ամբողջ փողերը այդ կեղտոտ Եվրոպայում։ Այ եթե իրանք չմնային հարազատ մողոլ թաթարական կոնստրուկցիային, այդ կառավարման վտանգին, կառավարման տակ, հանկարծ Ռուսաստանն էլ կներեն տարածքը, որտեղ իրենք կպահեն եւ իրենց ընտանիքներին եւ իրենց գումարները։ Պատկերացնում եք աբսուրդը, բայց ինքը ճիշտ է ասում ինչ որտեղ։ Միակ բանն աստեղ գիտեք ինչն է, որ իրանք մնացել են ռուսական մողոլ թաթարական լծի տակ, այդ համակարգում են մնացել։ Ավելի լավ ինքնախոստովանանք, ավելի լավ ձևակերպում եւ Լավրովը երևի չէր կարող անել։ Ինքը իհարկե խոսել է իր վատնիկների, իրանց բիդլոյի, հա, իրանց ոնց է ասում, կներեք այս բառի համար, իրենց ժեխի համար ասա խոսացել, որ Ռուսաստանը շնորհիվ մողոլ թաթարական ստարկացմանը կարողացավ մնալ ինքնուրույն եւ չլուծվեց կեղտոտ Եվրոպայի շարքերում։ Դա ասում է իր աղբի համար։ Իսկ մենք հասկանում ենք, լսում ենք այն ինչ որ ինքը ասում է, որ Ռուսաստանը մնացել է հենց այդ կառավարման, խանական կառավարման, մողոլ թաթարական կառավարման համակարգի մեջ։ Հիմա այն փանկանոց կոստյումի տակ ծավալած Ռոբերտ Քոչարյանն եմ ասում։ Հայաստանը ինչ է շահելու մողոլ թաթարական այդ համագործակցության մեջ ընդգրկվելու դիմաց։ Դուք չեք հասկացել, որ ի տարբերություն ձեզ հայ մարդը այլ քաղաքակրթության կարող է եւ չի կարող լինել մողոլ թաթարական քաղաքակրթության մի մաս։ Հայ մարդը այտենց է չդարձավ ոչ թուրքական քաղաքակրթության մի մաս, ոչ մոնղոլ թաթարական քաղաքակրթության մի մաս, ինքը չդարձավ։ Հայ մարդուն հնարավոր չի լուծել որևէ տեղ, բացառվում է։ Ուզում եք գնացեք Սիրիա, ուզում եք գնացեք Հալեբ, ուզում եք գնացեք Փարիզ, որտեղ աշխարհի որ կետ ուզում եք գնացեք, հայ մարդը մնացել է հայ մարդ։ Որոշակի ադապտացվելով, որոշակի երանգնելով, բայց ինքը մնացել է հայ մարդ։ Ու ինքը չկարողացավ հայ մարդը դառնալ Թուրքիայի մի մաս, հակառակ դեպքում սես չէր կոտորվի։ Ինքը չդարձավ Ռուսաստանի մի մաս, հակառակ դեպքում այս ճակատագրին չէր արժանանա։ Այնպես որ ես հասկանում եմ քեզ Քոչարյան Ռոբերտ, որ քո գոյության, քո բիզնեսների ապահովության եւ քո իշխանության վերադառնալու համար ամենաառաջնային նախապայմանը դա Ռուսաստանին անմնացող ծառայելու մեջ է, բայց պետք է տրամադրությունը ցեն Հայաստանում ես քեզ կասեմ,
Վաղը ես քեզ հավերով կասեմ, քանի տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիր է։ Եվ մի հատ ուրիշ հարցում էլ կա, նաև բարեկամ երկրների մեջ որտեղում է Ռուսաստանը եւ ովքեր են Հայաստանի բարեկամ երկրները։ Դուք կարող եք տեսնել Ֆրանսիայի տեխնացությունը այնտեղ, Իրանի, նույնիսկ Հնդկաստանի եւ անշուշտ Ռուսաստանի անունները կարող եք քվեարկել, հասկանալ, որ երկրներն են դիտարկվում Հայաստանի կողմից որպես բարեկամական երկիր։ Եվ մյուսը, ինչու է հենց հիմա խոսում Քոչարյան Ռոբերտը միութանական պետության մի մաս դառնալու մասին։ Բայց մինչև դրան ասենք, նա թիվ եմ ուզում ձեզ ներկայացնեմ, էլի, որ Հիտլերը ուներ ընդամենը 44 համակենտրոնացման ճամբար, հա, որտեղ սպանվել էր 11 միլիոն մարդ։ Ստալինը ուներ 4 անգամ ավել 162 համակենտրոնացման ճամբար, որտեղ սպանվել էր էլի 4 անգամ ավել մարդ, 40 միլիոն մարդ։ Հիմա դարձել է Ստալինը հերոս, իսկ 4 անգամ ավելի քիչ վնաս տված մարդկությանը Հիտլերը թշնամի, հրեշ։ Ոնց։ Ես մի հատ թիվ էլ ասեմ, Պուտինը իր կառավարման այս վերջի քանի տարիներում ամբողջ Ռուսաստանի տարածքում հասրել է տեղադրել 110 արձան Ստալինի, տեղադրել եւ վերականգնել 110, պատկերացրեք, եթե գիտեք դուք, ես որ իմացա, ես էլ էի ապշել։ Եվ զուգահեռ վերացում են բոլոր հուշարձանները, որոնք հիշեցնում են Ստալինյան բռնաշնչումների մասին։ Դա կլինի այնտեղ բան կար, չէ, մեմորիալ կար, հենց մեմորիալը, որտեղ օրական կարդում էին այն մարդկանց անունները, որոնք տուրվել էին։ Այսինքն ցանկացած ցուցանակ, ցանկացած հուշարձան, որը վկայում է Ստալինյան այդ 40 միլիոնանոց կոտորածի մասին, վերացվում է, դա փոխարեն վերականգնում են Ստալինի արձանները։ Թանկանոց կոստյումի տակ ծվարած Ռոբերտ Քոչարյան։ Եթե քո համար այդ համակարգը սրտամոտ համակարգ է, որտեղ ինքդ ճանապարհդ եւ կյանքդ սկսել ես արյունով, առ այսօր միջև չգիտեմ որտեղ է ասել, ալմուգներ արյան մեջ ես, Նիկոլի նման։ Ես հասկանում եմ այդ համակարգը քեզ հասարակ է, հարազատ է, բայց ինչ կապ ունի հայ մարդը այստեղ։ Ինչ կապ ունի հայ մարդը այստեղ։ Դու հայ մարդու հետ ոչ մի կապ չունես եւ երբեք կապել չես ունեցել։ Ժվանեցկինը հոյակապ ասում, դա ես չեմ ասում։ Ասում է, ինչու երբեք ոչ մեկ չի ուզում Ռուսաստանին հանի այս խայտարակ վիճակից, գիտեք ինչի։ Ասում է, որովհետև հենց ժողովուրդը ինքը կկախի բոլոր նրանց, ովքեր ուզում են դա անել, եւ անպայման կվերադառնա այնտեղ, որտեղ եղել է։ Իսկ այստեղ նա նար է, Բերթի այդ գաղութների այդ իրանց պարկելու տեղերի վրա։ Ինքը ռուս ժողովուրդը չի թողի դա։ Սա ես չեմ ասում։ Սա մարդիկ են ասում, որոնք անցել են այս ամեն ինչի միջև։ Եվ այսպես, միացանել կարդանք ու ամփոփենք։ Բագրատ Գետադարձը, ասում եմ, վերջակետն այս անգամ դնելու ենք։ Անցած անգամ չենք դրել, անցած տարի ձեզով սենց պատելով խափում էինք, չենք արել, բայց այս տարի անել ենք։ Անցած տարի հատուկ չենք արել, հետո խոստովանեցին, ասում եմ, հո չենք գնալու անօրինական գործողությունը։ Հիշում եք այն Գառնիկին, մի հատ Գառնիկ կա, դաշնակ, այն թթվի քարը։ Ոնց որ ասենք, ոնց որ Սասուն Միքայելյանի բանը, կորած աղբերը լինի։ Այն հնդկական կինոներ կար, չէ՞, որ սկսում էր երկու երեխա կորում էին, հետո մեծ տարիքում գալի գտնում էին իրար։ Ես այդ կինոների շատ եմ տեսել, ես երրորդ մաս եմ մեծացել, ու մեր կուլտուրայի պալատում շատ էին հնդկական կինոներ ցույց տալի, դա համար սյուժեները մեկ-մեկ թարմանում ամոթս։ Ինչ անեմ, ես էլ իմ թերություններն ունեմ։ Եվ այսպես, Սասուն Միքայելյանի կորած եղբայր թթվիկած Գառնիկին հիշում եք։ Հիշում եք, այս ամբողջ շարժումներից հետո որ ասում են, արա, այսքան մարդ հավաքվել եկել է ձեզ աջակցելու, բա ինչի՞ այդ մարդկանց տուն ուղարկեից։ Հիշում եք պատասխանը։ Բախում ենք անօրինական քայլեր չենք անելու։ Հիմա հարց։ Բագրատ Գետադարձին։ Այս անգամ ո՞նց եք անելու։ Այս ի՞նչ վերջակետ եք դնել։ Եթե անօրինական քայլեր եք անելու, ինչպես դուք եք համարում անօրինական քայլեր, ասեք։ Հիմա հարց, ինչի է հիմա
Ռոբերտ Քոչարյանը գալի ու հայտարարում մի բան, որ հայ ժողովուրդը չի ընդունելու։ Հայ ժողովուրդը ինքը լավ գիտի, չէ՞, ինձից լավ գիտի, որ թքած ունենա միութենական պետություն ասացի վրա։ Ինչու է նորից Բագրատ Գետադարձը ակտիվացի ասել վերջակետ եմ դնելու։ Մի հատ էլ ասա Բորիսարև։ Պատասխանը երկուսը կարող է լինել։ Իմ կարծիքով երկուսը առնվազն։ Որ հնարավորին բոլոր շարժումները, որտեղ ինչքան մարդ կարող է շարժվի, ակտիվ քաղաքացի, իրանք հնարավոր բոլոր մեթոդներով քաշում են իրանք շարժման տակ։ Մեկ, երկրորդը, իրենց կեղտոտ, անիմաստ, ապարդյուն շարժումների տակ հիասթափեցնելով ժողովրդին ցույց են տալի, որ ձեր այլընտրանքը Փաշինյան Նիկոլն է։ Եվ ինչ կարող է կատարվի։ Իրանք տենց էլ գնալու են միջև վերջ, իրենք շատանալու են դեռ, եւ ինչ կարող է կատարվի։ Ինչի հենց հիմա, որտեղ բարձ ասում եմ, մենք գնում ենք դեպի ընտրություններ, հա։ Մենք գնում ենք ընտրություններին։ Ասում եմ, մենք մի բան սպասում ենք, պայքար, բարձ մարդ ասում է, փողոցային պայքարի ենք ելնելու 26 թվականների ընտրության առանց ԿՊ անցնելու։ Всё։ Ես ասում չէ ընտրությունները ընտրապայքարը սկսվել է։ Եվ այսպես, ինչ է անում Պուտինը տարածաշրջանի հետ։ Ասում է Բագրատ, ապրես կեցես վրանցած տարվա այդ պայթյունը, դու եւ քեզ հավանող հավատացող ուժերը փոշիացեցիք, սկսում ես դու, սկսում է Ռոբիկը, պարզ ասում եք, որ եթե մեզ չընտրեք Նիկոլն է։ Կամ եթե Նիկոլ չընտրեք մենք ենք։ Հիմա ժողովուրդը պետք է ընտրի էլի նույն շրջանակների մեջ։ Որն էլ եղավ Պուտինի համար մեկը։ Երկուսն էլ շան պես ծառայել են եկա իրա։ Հավատանին շան պես։ Սա է խաղացնում Պուտինը այսօր Հայաստանում։ Դրա համար իմ համար եւ իմպես մտածողների համար շատ կարեւոր է, որ մեկ օր առաջ այդ բունկերային առնետը հանդիպի բարև տա ուկրաինական դրոնին։ Մեկ օր առաջ, ոսանք բոլորը մնան անտեր, ուղղակի։ Նիկոլից սկսած, այն ժամանակ տեսնենք ինչ է ծնում հայկական քաղաքական դաշտը։ Սա է, ցույց են տալի, էսա ձեր ընտրությունը, որն էլ ընտրեք ինձ եք ընտրում, կազինո, որին էլ ընտրեք, բոլոր կարտերը իրաց ձեռքն է, ինձ են ընտրում, Պուտինին են ընտրում։ Սա հիմա ես չգիտեմ հայկական դաշտը քաղաքական ընդդիմադիր կարող է մի բան ծնի, թե ոչ, բայց եթե ոչ, ժողովուրդը էլի մնալու է առանց ընտրության ուղիղ այնպես ինչպես Գյումրիում մնաց։ Ուղիղ։ Հետո ասենք ուրախանանք, որ ԿՊ-ն չի ընտրվել։ Ասենք մի հատ բոլշևիկ է ընտրվել։ Սա է սպասում մեզ մաքսիմում, որ ուրախանանք, որ թուրքանալուց պրծանք ժամանակավոր, հիմա դառնալու են սովետի մի մաս։ Բայց նույնպես եմ ասում, ախորժակներիդ քացախ չի լինելու դա։ Եվ շատ լավ է, որ այսօրվանից պարզ ասում եք, այսինքն դուք չասեիք մենք այդ ամեն ինչը գիտեինք, բայց եկեք պարզ ասում եմ արդյոք, ընտրեք Նիկոլին, եթե ինձ ընտրեք, դառնում եք սովետի մի մաս։ Վախացնում եմ, սա շանտաժ է նաև։ Եթե չէ, բայց ես ասել էի, չէ՞ որ ձեզ տանելու եմ սովետ։ Ասել էի, չէ՞ որ ձեզ տանելու եմ սովետ։ Ու իրականացնելու է իր կարծիքով այն ինչ որ պրակտիկապես անհնարին է։ Պրակտիկապես ես դա համարում եմ անհնարին, բայց կապրեն կտեսնենք։ Առաջ չեմ ուզում ընկնել։ Ես ամբողջ օրը մտածում եմ, ես սրա մասին պետք է խոսեմ, թե չխոսեմ, ես մտածեցի, քանի որ մենք որոշել ենք, որ իրարից գաղտնիք չունենք եւ մեր բոլորի փրկությունը հնարավորինս բաց եւ անկեղծ լինելու մեջ է, պետք է խոսենք։ Սա ինչ որ Հայաստանի նորագույն օլիգարխ Վիվարոյի տիրոջ երկրորդ տող հաստանիկն է։ Որի վրա մոտավորապես ասում են ծախսվել է 10 միլիոն, հա։ Մատուցողները Ռուսաստանից, չգիտեմ, խոհարարները Դուբայից։ Մի խոսքով, աննորմալ ծախս, այն էլ որտեղ ոչ ավել ոչ պակաս մարզահամերգային համալիրում, որովհետև սենց շոու ոչ միտեղ ուրիշ չէր հնարավոր անել, բայց դա գրողի ծոցը բոլոր ամեն ինչ։ Ինչու եմ անդրադառնում սրան։
Ես որ տեսա այդ արտիստներին տղճիկ տալուց այնտեղ փորի դիմաց, ցավոք ունդեղ կային արցախցիներ, ծագումով արցախցիներ։ Արցախցիները տղճիկ են տալի նրանց դիմաց, ովքեր իրենց զրկել են իրենց հայրենիքից։ Ես վստահ եմ, որ իրանք նույն ձև, եթե Էրդողանը հրավիրի իրանց մոտ գնալու են, եթե Ալիևը իրանց փող տա գնալու են Ալիևին, ցանկացած մեկ։ Ու դրանց մեջ տեսա ցավոք Գալիկին Մարտիրոսյան եւ զարմացա, որ Նազենիներ էր ընդդեմ, որտեղ ես ինչքան հիշում եմ, Նազենին այս վերջերս շատ նեղացած էր Փաշինյան Նիկոլի կառավարությունից, թրքացումից, ցեղասպանությունից են իրական ալում Հայաստանում։ Հա։ Հիմա ուզում ասեմ Նազենի։ Իհարկե քո գործն է ինչ կանես, չես կանի, ում կենացը կխմես, հա, ումը կհաճոյանաս, դա քո անձնական գործն է, դա իմ գործը չի, բայց բարի եղիր, սրանց հետո չբողոքես էլի Փաշինյանի կողմից։ Չի կարա մարդ մեկի ձեռից հաց ուտի, ադյունոտ ձեռից, են ով է այս հարսանիքը կազմակերպել եւ ինչ փողեր են ծախսվել այնտեղ։ Այս փողը գիտեք քանի քանդված ընտանիքի լացի կոցի դժբախտության բանա գումարնա, քանի քանդված ընտանիքների, քանի ինքնասպան եղած երիտասարդների, քանի կորած կործանված ընտանիքների գումարն։ Սա մենակ հենց Վիվարոն եմ ասում, հələ չեմ ասում Փաշինյան Նիկոլան դեր, չեմ ասում ես իրանց կռուգը, չեմ ասում իրանց այսօրվա բանը, այն համոզմունքը ստացած, որ արա ամեն ինչ կարելի է առնել փողով, ախր սրանք ով են, որ մենք չանենք այն ինչ որ անում ենք իրանց հետ։ Այսքան անում ենք, էլի սենց ենք անում, վազելով գալիս կանգնում են ցանկացած պոզայով մեր առաջ։ Ու մեկ էլ տեսնում եմ այդ պոզայով կանգնածների մեջ մարդ, որը վերջերս դժգոհ էր, բողոքում էր անդադ։ Լավ Նազենի, պայմանավորվեցինք։ Իմ համար դու երբեք հեղինակություն չես եղել բացարձակապես։ Բացարձակապես։ Նույն ձև հլու հնազանդ ծառայել է Սերժ Սարգսյանին, այսօր նույն հլու հնազանդ պաստորեն փողի դիմաց։ Պատրաստ ես խմել Փաշինյան Նիկոլի կենացը, ծառայել իրանց, հաճոյանալ նրանց, ի՞նչ է։ Եվ իր չեմ կարող չանդրադառնալ նաև զարմացած եմ Գարիկին Մարտիրոսյանն այնտեղ տեսնելուց։ Ինչ վերաբերում է Գարիկին Մարտիրոսյան։ Հարգելի Գարիկ Մարտիրոսյան։ Ձեր արվեստով էլ երբեք ես հիացած չեմ եղել, բայց ես գնահատել եմ ձեզ որպես տաղանդավոր մարդու։ Ձեր արվեստով հիացած չեմ եղել շատ տարբեր պատճառներով, հասկանալով, որ նույնիսկ այն ինչ որ դուք անում եք դրա համար այդ անելու համար տաղանդն է պետք, որը դուք ունեք։ Բայց ինչու հիացած չեմ եղել, որովհետև այդ տաղանդը օգտագործվել է միշտ հայի վրա անորակ եւ ցածածաշակ համեմատություններով ծիծաղ առաջացնելու։ Դրա համար երբեք ձեր արվեստը իմ մոտ արգանք չի ունեցել։ Դա չի նշանակում, որ դուք տաղանդավոր մարդ չեք, այո, դուք տաղանդավոր մարդ եք, աշխատասեր, ու այն ինչ որ այսօր կայացավ, այսօր ես տեսա։ Ոչ թե ես դեզանից հիասթափվեցի, սխալ բառ կլինի, եթե ես բան ասեմ։ Որ ասեմ հիասթափվեցի, դա նույնիսկ ամբողջական չի լինի։ Ես ուղղակի դարձա այն մարդկանցից մեկը, որ ծանր վիճակում նստած է, օգնության է սպասում մասնավորապես այն մարդկանցից, ովքեր կարող էին այդ պահին իրեն օգնել, ու մեկ էլ տեսնում ես, որ այդ մարդը ոչ միայն չի օգնում քեզ, այլ քո տունը քանդողի ձեռից փող գցնելուց վազել է իր միջոցառմանը եւ իր կենացն է խմում։ Ինչպես Նազենի Հովհաննիսյան անշուշտ, այնպես էլ դուք իրավունք ունեք անեք, այն ինչ որ ձեզ սրտին տալիս է։ Եվ ես չեմ կամ իմ նմանները չեն, որ ձեզ պետք է ցույց տան կյանքի ոչ ճանապարհն ավելի հարթ։ Ուղղակի ես վստահ եմ, որ այն մի քանի տասնյակ հազարը, որ դուք այսօր ստացել եք, 100,000-ը, 50,000-ը, թեկուզ 200,000-ը, էական չի նույնիսկ դա։ Ես գիտեմ, որ ձեր տարեկան այդ ձեր բյուջեի մեջ շատ չնչին տոկոս է դա կազմում, շատ չնչին։ Այո, ես վստահ եմ, եթե Նազենի Հովհաննիսյանի համար այսօրվա միջոցառումը էական բաներ իր տարվա եկամուտի մեջ, հաստատ դա ձեր համար չէր։ Հաստատ դա ձեր համար այդ էական նշանակությունը չուներ։ Ու այսօր
լինելով այնտեղ այսօր վարչապետի կենացը իդեմս Փաշինյան Նիկոլի sense ճոխ խոսքերով խմելու եւ այս ամեն ինչի մեջ թաթախվելու ձեր այս քայլը ես չգիտեմ հոգեբանորեն ոնց բացատրեմ մի կողմից ես իրավունք չունեմ հիասթափվելու բայց մյուս կողմից էլ մտածում եմ բա մեզ ով աղքներ բայց մենք փողի դիմաց ամեն ինչի պատրաստ ենք ու փողն էլ իրանց ձեռքն է համ փողն է իրանց ձեռքը համ մահակն է իրանց ձեռքը համ մուրճը համ մեխը բա մեզ ով աղքներ թե մեզ օգնել պետք չի թե ամեն ինչը լավ է ես վստահ եմ որ ձեր մոտ ամեն ինչ լավ է երևի ձեր համար էլ էս ամեն ինչը լավ է չնայած դուք ծնունդով կարծեմ հենց այդ կողմից եք իջևանից եթե չեմ սխալվում երևի դուք դեռ բարեկամներ ունեք անվել երևի հանդիպած կլինեք ձեզ պատմած կլինեն ինչա կատարվում իրանց տաներում սահմաններում ընդամենը 1 ամիս առաջ 1 տարի առաջ այս մարդը հանձնեց մի ամբողջ տարածաշրջան ձեր կողմի գյուղերից ընդամենը 5 տարի առաջ իր թեթև ձեռքով սպանվեցին հազարավոր մարդիկ ինչ որ է բարեխանատական ոչինչ չեմ ուզում ասել ուղղակի այսօր ամբողջ օրը մենակության զգացումը իմ մոտ առավել քան սրված է եղել առանց որևէ չարախոսության քննադատության որ ես կարծում եմ սպահին նույնիսկ իմաստ չունի որտեղ ինչպես նշեցի եւ դու եւ Նազենին իրավունք ունեք ձեր կյանքի հետ անել ինչ որ դուք ուզում եք ամեն մեկը պատասխանա տալիս իր արասների եւ աշոտի իր արասների եւ չարասների ուղղակի իմ մենակության զգացողությունը որ բալա ոնց ենք անում ով պիտի մեզ որտեղ են այն մարդիկ որոնք կարծիք կարող են ձևավորել ուսես չի կարելի ապրել որ ամեն ինչ չի որ վաճառվում է բայց արիտես որ այդ գաղափարը կրողները շատ չեն ու ովքեր որ դա պետք է լինեին եւ այդ գաղափարը կրողներ լինեին դա իրոք էական փոփոխություն կտա ժողովրդի բարեհոգեբանական կերտվածքի մեջ իրանք այդպես չեն մտածում որովհետեւ մի բան է երբ որ մի անհայտ մեկն է դա մասին խոսում միլիոնների մի բան է որ միլիոնների ուշադրության կենտրոնում գտնվող մեկն է դրա մասին խոսում նրանք տարբեր ազդեցություններ ունեն դա հիմնական արծիվը ուրիշ բան չեմ ուզում ասել սառնով ուզում ես երախում լսենք սարից հետո հոզիմա խաղ ապրե այս աշխարհքին վեր ես չիմում լիհազից բենչի խոսե սրտս տամ չի թամին պատար ուրախ ապրի մանկությունս արդեն չկա հացի պատար սովն արտիրում Արցախումս խոխանեն այ փիչին կողքեն սրտսրթալավ չայ ախմում մորա աշկային խբարեն թա ինչ լուր կա մեր սահմանում այս ամենը ես տեսնալավ օզում սրտես ցավավ կիսվի վեյմերած գխեստի տարավ սա յա հայի ելքը վերջի ամեն մեկն էլ սխալվում է ու շանսոն է նորից դույզվի հային կամ կթուլացալա բայց հույսը միշտ հաղթանակի թազենքինի մունք պատրաստ ենք մեր հայրենիքին տեր կանգնինք վեր մեր պահած երգիր վղը թորքեն ճանջան ետ խլինք կախված ման ու քոխին նստա մինակ մին պենյա պահանջվում վեր գիտելիք ձեր կպիրի հանցո ապրեց աշխարհքում մինակ վերջում սա կասիմ որպես հույսավ հայուհի խոսքում տամ սասկանողին նաև են թորք ոսոխին ապրալնք ու պրլաննք իլելնք ու իննեննք հային կամքը կոտրվող չի թորքեն օզյածնել իննեն չի թող վեր աշխարհքս աշկերը պենյա Արցախն իրա միլուս լուսյանա հավալս 10 հոգի էլ մնա այս կարծիքին իրականացնելու 10 հոգի էլ մնա այս կարծիքին իրականացնելու բանակի ես կեղտոտ եւ կործանարար որոշումների փոփոխությունների մասին գրել է Արման Թաթոյանը նախկին մարդու իրավունքների պաշտպան որը սա բնորոշել է որպես սահմանադրության դեմ կոպիտ խախտում
Ինչով է մեկնաբանում ինչով է հիմնավորում, որ նախագծերը խտրական են եւ առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն, ինչի մասին ես ասում, ավելի են պարակտելու հասարակությունը, ինչի ասում, պարակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի հասարակությունում, առաջ են գալու արհեստական հասարակություններ, ինչն արդեն նկատվում է, պարակտելու են նաեւ ընտանիքներ, հետո ես ասում, հիմնավորումներում հղվում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը, ոչ միայն զինված ուժերի մարտունակության, այլ զինված ուժերի կազմում արդարության եւ այլ հասարակության պառակտման տեսանկյունից։ Ես ուղղակի ընդմիջում տամ նիպա եւ ասեմ Նեժդեի խոսքերը հիշացնեմ են։ Այն ազգը ասում է, որտեղ մահի եւ իրավունքի առաջ զավակները հավասար չեն, այդ ազգը դատապարտված է ոչնչացնել։ Չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնելով 37, դա էլ իրայರ್ಥին են արել։ Հաշվարկված եւ գնահատված չէ նախագծի տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական ազդեցությունը 27-30 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի, կարիերայի, ընտանիքի եկամուտների հարցերի ավելի հասուն տարիքի անձանց կարող են դժվարությամբ համակերպել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ եւ այլն։ Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին։ Այն առումով, որ այդ տարիքում զորակոչիկները չեն կարող ունենալ նույն հոգեբանական, ֆիզիկական պատրաստվածություն, ինչ ավելի երիտասարդ տարիքում։ 37 տարեկան տղեն ու 17 տարեկան կամ 18 տարեկան երիտասարդը ո՞նց են նույն ծառայություն իրականացնելու։ Այ անուղևանացումներ։ Թերություններն այնքան շատ ու ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը։ Երկրի անվտանգությունը կազմալուծող բանակի դեմ ուղղված այս նախագծերն ինքնին ցույց են տալի, որ ՀՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով, երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ, ի վերջո այս լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի։ Այո, եւ նոր դժբախտություններ, նոր պառակտումներ սոցիալական շփումների մեջ, ամենակարևորը քանդվելու է ընտանիքի ինստիտուտը, որովհետեւ ես ամենամեծ հարվածը տեսնում եմ նաեւ այդտեղ, ոչ միայն բանակի կազմակերպում, այլև ընտանիքի հարաբերությունների մեջ կոնսենսուսի առկայությանը, կոնսենսուս, որդը գցում են մարդկանց մեջ, կեղտոտ որդը։ Ուզում սան լսեք բոլորից։ Փակում ենք Արցախի էջը Հայաստանի խաղաղության համար, ՀՊ պատգամավոր։ Մեզ սան ուզում հարցնեմ, որ տեսեք հարցրեք էլի, անպայման, եթե ամուսին ունի, ամուսուներ հարցրեք, տղա ունի, տղուներ հարցրեք, անպայման իրեն էլի, բարձր ասեք։ Իրից ծեպայդան, դուք լուրջ, կարող եք Արցախի էջ փակել, այդ դուք էիք բացել Արցախի էջը, բայց մենք լսենք ինչ է ասում սա։ Տիկին Ստեփանյան քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ մենք էլի լսել ենք Ղարաբաղյան շարժման հետ կապված, որ Հայաստանում այդ շարժումը այլևս չի շարունակվելու։ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը կործանարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմքի արտահայտությունը ուզում եք։ Ինքը հասկանաք այդ տհաճությունը, այդ գիտեք, չէ՞ տհաճության միմիկաներ ունի մարդու դեմքը, դա բերանի խորոչի անկյուններում է գտնվում։ Դրանք լարվում են եւ իջնում են ներքև, ինչպես այս տիկնոջ մոտը։ Տհաճությունը հարցից։ Բայց գիտեք քպայական դալները ինչ դժվար բան է։ Իրենց ամեն քայլափոխին էս տհաճ հարցեր են տալի, որտեղ ոչ մի լավ բան չկա, որ լավ բանի մասին գովա։ Ու իրանք սենց պետք է ապրեն, ասեմ ավելին, իրանք սենց ամբողջ կյանքն են ապրելու։ Ու այս ամեն ինչի համար իրենք հələ դեռ պատասխան պետք է տան։ Իրենք իրենց սավակները, իրենց սերունդները, իրենց ընտանիքի անդամները, որ այսօր այս արյան վրա կուտակած գումարներով այսօր ապրում են, ինչ որ կարիերա են անում, ինչ որ
նյութական հարստություններ են դիզում, այդ ամեն ինչի համար պետք է պատասխան տան, հասկանա, որ ամեն մի գնված իրի տակ պատմություն որպես հազարավոր սպանված խորտակված կյանքերը։ Ամեն մի բանի տակ, այսօր իր ապարանջաններն, որ վզին գցած է, դա արյունոտ է։ Ու ինքը պետք է հասկանա, որ ինքը գնում է իրեն հայրու մեջ նայում է, տեսնում է քանի երեխու արյունոտ այդ ուլունքներն է կախված իր վզին։ Ամենատարական բան եմ ասում, եւ ինչ ունի, ինչ արել է այս 5 տարվա ընթացքում, ինչ ստացել է, ինչ գնել է, ամեն ինչը պատված է այդ երեխեքի արյունով, գնված է, տրված է դրա դիմաց։ Տեսնենք ինչ ասում։ Համար ինչ է նշանակում, այսինքն երբ որ հայ ժողովուրդը պայքարում էր Արցախ, հայկական Արցախ ունենալու համար, դա մեր Հայաստանի ինքնիշխանությանը հարված էր հասցնում։ Շնորհակալ եմ հարցի համար, արդեն տևական ժամանակ է այս հարցը սավառնում է այսպես լրահոսի տարբեր վերնագրերում, ինչպես նաև դարձել է քաղաքական հիմնական խոսակցությունների եւ հարցազրույցների կարելի ասել գլխավոր թեման եւ երբ 1980-ականներից սկսեց Արցախյան շարժումը, բոլորս պատկերացնում էինք, թե ստատուս կվոն երկար կտևի, որպեսզի ավելի շատ դետալների հանգամանքների մեջ չմտնեմ, բոլորիս թվում էր, թե ստատուս կվոն այդպես երկար կտևի եւ իրականում բոլորս պատկերացրել ենք, որ Արցախում ամեն ինչ լավ է, ըստ երևույթին գնալով ավելի կլավանա, բայց օրինակ ես 2019 թվականին դառնալով պատգամավոր նոր կարողացել եմ հասկանալ հանրային գործընթացի, իհարկե ոչ բոլոր նրբությունները, բայց հիմնական բովանդակությունը եւ որպեսզի մարդկանց ավելի հասանելի լեզվով բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել այդ 30 տարիների ընթացքում, եթե կարճացենք, ապա 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չի կարողացել միջազգային հանրությանը համոզի, որ դա Լեռնային Ղարաբաղը չէ, դա Հայաստանի Արցախի Հանրապետությունն է, իսկ եթե մի քիչ ավելի հանգամանալից բացատրել դարձյալ զերծ պահելով իմ հիմնական խոսակցությունը տերմիններից, ապա կարելի ասել, որ տարիների ընթացքում ժամանակը որպես գլխավոր ռեսուրս օգտագործելով Ադրբեջանի Հանրապետությունը ավելի ուժեղացել է, դա են վկայում բանակցային փաստաթղթերի ժամանակ գնալով դեպի մեր օրեր ավելի ուժեղ Ստում տականք սուտ խոսան բանակցային գործընթացը փաստաթղթերը չի կարող վկայել, որ ավելի ուժեղացել է Ադրբեջանը 2 տարի իշխանության է եք դուք էլ ուժեղանա եք եւ ով ասել որ Հայաստանը ցույց է դրա համար պարտվեց դուք դավաճանել եք դուք տականքները դավաճանել եք սպանել եք հայ մարդուն ով ասել որ Հայաստանի զինված ուժերը քիչ են դուք զոր դիտավորյալ երեխեքին տարել եք սպանել ուղակի Հայաստանի բանակը թողել եք սահմանից էսքո, այն երեխեքին թողել եք բայրակ դառների տակ։ Ընդ որում էլ ձեր շեֆը գոռում էր, ասում էր, ով կա հավաքվել ձեր գյուղապետերի հետ, ինչ ունեք, չունեք, լցվեք ավտոբուսները, առանց քարտեզ, առանց հրամանատար, գնացեք մեռնելու։ Ինչ բանակցային գործընթաց, ինչ համաշխարհային հանրություն ապացուցել, ով էր համաշխարհային հանրության մեջ, ընկել քո հետևից, որ դու Արցախ տայի։ Ոչ մեկ ստատուս կվո կարող եւս 300 տարի գնար։ Տեղացել են Ադրբեջանի դիրքերը եւ ավելի թույլատրել են Հայաստանի Հանրապետության դիրքերը, որը ըստ էության բանակցում էր նաեւ Արցախի փոխարեն։ Հայաստանի դիրքերը ինչ է թույլատրել։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականից եկավ ասեց. ես իմ կետից եմ բանակցում։ Ասա Նիկոլ Փաշինյանը դա թույլատրել բանակցային կետը։ Դիկին Ինչ խոսակ, ինչ ասեք, հատոլներով հակադարձելու փաստաթղթեր կան, հատոլներով, ձեր հարցազրույցները, ձեր հայտարարությունները, ձեր գործողությունները, դուք մարդասպան եք, սերիական մարդասպան, ու ցանկացած արդարացնող այդ գործողությունը դառնում է հանցակից։ Ճիշտ ասած չեմ զլանա եւ եւս մեկ անգամ կնշեմ, որ թերևս այս բանակցություններին ամենամեծ հարվածը թերևս եղել է Ռոբերտ Քոչյանի ժամանակահատվածում, երբ Արցախը որպես կողմ դուրս է մնացել բանակցությունների գործ։ 20 թվականին Ռոբերտ Քոչյանն այլ բան չէր։ 18 թվականին էլ Ռոբերտ Քոչյանը բանակցող չէր։ 18 թվականից քո շեֆն ասեց ես սկսում եմ իմ կետին։ Թքած ունեմ դրանք ինչ են բացատրել։ Բանակցել ընդհանրապես իմ հետ կապ չունի։ Ես սկսում եմ իմ կետից։ Ինչ կապ ունի Քոչարյան Ռոբերտը։
գործընթացից։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ օրինակ բանակցությունների սեղանին, երբ գնում են ներկայացուցիչները, իրենց թիկունքում ինչ պետք է ունենան։ Իրենց թիկունքում պետք է ունենան հզոր պետություն, իրենց թիկունքում պետք է ունենան հզոր տնտեսություն, իրենց թիկունքում պետք է ունենան հզոր բանակ։ Թերևս, ինչպես ես նշեցի ժամանակի ընթացքում, մենք այս ռեսուրսները կամ այս կարևոր գործոնները մի քիչ ավելի թույլատրել ենք, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ուժեղացել է։ Եվ արդյունքում եղել է այն, ինչ որ եղել է։ Տեսեք, դուք տնտեսության հզորության մասին եք ասում, ամեն դեպքում 30 տարի Արցախը հայկականն էր ունենալով այնպիսի տնտեսություն, ինչպիսին կար։ Հիմա դուք համարում եք, որ ձեր զարգացման ուղին ճիշտ է, դուք հզոր տնտեսություն եք կառուցում, բայց մենք չունենք Արցախ։ Հիմա ինչպես հասկանալ այս դիլեման, այսինքն ունենք լավ տնտեսություն, բայց չունենք արդեն Արցախ։ Տեսեք, 2018 թվականին ես ինքս Արցախի հիմնահարցի մասնագետ չեմ եւ չեմ կարող բնականաբար շատ նրբությունների մասին խոսել, որտեղ նախ Բայց մի հատ բան ինքը հաստատ գիտի։ Ինքը ամեն ձև պետք է արտադրի Փաշինյան Նիկոլի ասածն ու արածը։ Հենց դրա համար է քեզ հասնելու է, այն ինչ որ հասնելու է։ Որովհետև դու քո դիրքը պաշտոնը օգտագործել ես հանցագործությունը արդարացնելու եւ առաջ տանելու համար։ Հասկացա՞ր։ Ես չգիտեմ, բայց ես համաձայն եմ Նիկոլի հետ։ Ես ոչ մի բան տեղեկ չեմ։ Բայց ես համաձայն եմ Փաշինյան Նիկոլի հետ։ չեմ տիրապետում եւ երկրորդ դա իմ թեման չէ, եթե դա լիներ իմ թեման, ապա ես կլինեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կամ առնվազն իմ բոլոր ելույթները սրա մասին կլինեին, բայց տեսեք, ոչ թե մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի, այլ սրան նաեւ բազմաթիվ այլ գործոններ են նպաստել։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխությունը եւ մեր քաղաքական ուժը եկավ իշխանության, մեզանից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվականին մենք կհայտնվենք պատերազմի առաջ։ Այստեղ ուզում եմ անդոյտան ու էլ չլսենք իրան։ Ասած երբ որ մենք եկան իշխանության, մենք չգիտեինք, որ 2020 թվականին կանգնելու ենք այս ամեն ինչի առաջ։ Լուրջ ես ասում։ Իսկ որ դու չգիտեիր, ինչեւ որ իմացար, որ շեֆդ Փաշինյան Նիկոլոտ ասեց, դեռ ես 18 թվականին էի որոշել, որ Արցախը դա Ադրբեջանն է, ուղղակի քաղաքական բաց թողումն էր, որ ես դա մասին չասեցի։ Լավ, ասենք դու չգիտեիր։ Ինքը Պարս կանեց ասեց, որ 18 թվականին ես ես որ չէի ասում, բայց ես այն ժամանակ արդեն որոշել էի։ Ես ես բոլորին խափում եմ, որ ասում եմ Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ։ Պարս ասեց այս ամեն ինչը։ Լավ, դու չգիտեիր։ Ասելուց հետո ինչ արեցիր։ Ինքը ասեց, չէ՞ որ 18 թվականին, ասում ես մենք չգիտեինք։ Դու լուրջ հիմա մտածում ես քեզ դիտողները դեռ ապուշեն բեյս չեն կարող տարբերել, ասենքն չեն հիշում երեկվա խոսակցությունը ու քոսորվա հայտարարությունը։ Դուք հանցագործ եք։ Նույնիսկ եթե դուք չգիտեի, դուք անձամբ չգիտեք, Փաշինյան Նիկոլն ասեց, որ ինքը դա արդեն որոշել է, դու մի քիչ բարոյական մարդ եք, ու դա քո ծրագրերի մեջ չէր մտնել, պետք է ասեիր, ոնց թե դու տես որոշել էիր։ Բա ինչի մեջ չէիր ասել։ Փաստորեն դու մեր անունից հանցագործություն ես արել։ Ահա, եթե համաձայն չլիներ, այսօր դու չէիր լինի պատգամավոր, ես չէի արդարացնի Փաշինյան Նիկոլի հանցագործությունները։ Եվ այսպես Լիլիթ Ստեփանյան։ Սանով կարդացվեց ձեր դատավճիռը։ Հիմա ինչ ուզում եք արեք, ինչքան սուտ ուզում եք թողնեք, որ դուք 18 թվականին որ եկաք չէիք պատկերացնում 20 թվականին, ինչա լինելու, ինչ վիճակ եք։ Ձեր Նիկոլ Փաշինյանն ասեց, եթե դուք դուրս եկածնեք, այսօրվա ձեր հայտարարությունը կլիներ ճիշտ եւ փաստացի։ Այո, ես չգիտեի, բայց որ ինքը հայտարարեց, ես հասկացա, որ ինձ խաբել են։ Փաստորեն ինքը հայտարարեց, դու իմացար, որ քեզ խաբել են, բայց քո Նիկոլին չէր։ Դու մնացել ես եւ այսօր առայսօր արտադրում ես Փաշինյան Նիկոլի բոլոր անցանքները։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախին, որ դու էջ ես փակել, այս Արցախի էջը փակող է երեխենա։ Իսկ երեխեն իր ասելիքը ասեց։ Այս աշխարհքին վեր ես չիմում։ Լիհազիս բեն չի խոսե։ Սրտս տամ չի թամին պատար, ուրախ ապրի մանկությունս։ Արդեն չկա հացի պատար։ Սովն արտիրում Արցախումս։ Խոխանենա փիչին կողքեն, սրտալավ չայ ախմում։ Սա այն է, որ դուք հասակ Արցախում, իսկ այս բանաստեղծություններն այնա, որ դուք հասակ Արցախը դատարկելուց հետո։ Բայց այս աղջնակը իր վերջի խոսքում ասում է, քեզ է պատասխանում։ Իննանանք, հային կամքին։
Ապրալնք ու բրլանանք, իլելանք ու իննանանք, հային կամքը կոտրվող չի, թորքեն օզյածնել իննան չի, թող վեր աշխարքս աշկերը պենա, արցախն իրա, միլուս լուսյանա։ Ես ասում եմ, ցույցի ուզածը ընլող չի, դա նաև ձեր մասին է խոսքը։ Եղավ։ Սա քեզ արժանի պատասխան, ավելի նույնիսկ արժանի չես։ Մեկ է սա եք կարողացել հասնել պետության մեջ։ Նայեք։ Նայեք ովքեր դրած այն, նայեք եկալավ սին։ Հողենան ծապեր։ Նայեք, նույնիսկ նայեք։ Նայեք ովքեր դրած այն, նայեք եկալավ սին։ Սա այն է, որ դու կարողացել եք հասել։ Թմրանյութերի վաճառքը նույնիսկ երաբլուր է հասել։ Դպրոցներ, ուր ուզեք։ Քննիչներն են կաբինետից վաճառվում ու շարունակում են աշխատել քննիչ։ Սա այն է, ինչ որ դուք հասել եք։ Դուք ավելի չեք, դուք մահ եք։ Ձեր ամեն մի ապրած օրը դա մահու ողբերգություն է տարածում հայոց աշխարհում։ Դուք իրավունք չունեք գոյություն ունենալ։ Հիմա թե սա ոնց ենք հասնելու մենք, ինչպես տեսնում եք, շատ բարդ է, որովհետև մենակ ենք, իրոք մենակ ենք, բայց մեկ լավ խոսք է, հիշում եք, պատերազմի ժամանակ շուշուտ մենք օգտագործում ենք այս վճռական մենակի հոգեբանությունը, այս վճռական մենակի հոգեբանությունը, նա որ կարող է մեզ այս վիճակից հանի, որ թքած ունենանք նազենին ինչ կանի, այսօր խոսաբաղը կգծնի, թքած ունենանք թե գալիք է, որ կարալ ուրիշ ձև իրան պահել Մարտիրոսյան, ինչ արեց, եւ այլն, թքած ունենալով որ Ղարաբաղցի երկիչները այսօր իրենց տունը քանդողների եւ ավիրողների առաջ կապիկություն են անում մի փոլ լափի համար, չնայած դրա կարիքն չունեն, բայց այս ամեն ինչով հանդերձ վճռական մենակի հոգեբանությունն է, որ սանց կարող է քանդի տակից։ Եթե մենք այդ հոգեբանությունն ունենք, տիրապետում ենք այս աղջնակի նման, ուրեմն Արցախն ապրելու է, Հայաստանն ապրելու է, մենք իրետ ապրելու ենք։ Եթե չէ, ուրեմն այս ամեն ինչ որ կատարվի մեզ հետ, կոպիտ ասած մեզ հասնի ավակի բան չկա, բողոքելու բան չունենք։ Իսկ մինչ այդ թուրքերը համագումար են անում, որպեսզի հասկանան որտեղից, որոնք են այն պատճառները, որ են կենտրոնացումը առաջացումը իսլամաֆոբիա, ու վստահ ասում, իրանք վստահ են, որ ցեղասպանությունները, բռնաբարությունները, քրիստոնյաների իրենց հողերից վտարումը, բռնի իսլամացումը, շարունակական սպառնալիքները եւ այլած ժխտումները, ինչ որ իրանք անում են, դա չի պատճառը։ Չէ, դա չի պատճառը, ուրիշ պատճառ կա։ Այսինքն այն ինչ որ իրանք այս ցեղասպանությունը իրականացրել են, ժխտողականությունը, շարունակական սպառնալիքները, մշակութային գենոցիդը նաև մշակութային, այս ամեն ինչ որ արել է, չէ, ահաբեկչություն, թալան, բան, սա չի։ Ուրիշ բանի համար չեն սիրում ես։ Ինչքան նման են, չէ, Փաշինյան, Նիկոլն ու սրանք։ Զգում եք ոնց որ հալալ եղբայրներ լինեն։ Այ ոնց որ Սասուն Միքայելյանն ու են թթվի գառնիկն են, տենց հալալ եղբայր, Նիկոլն է սրանց այդ հալալ աղբայր, հալալ։ Ինքը ոչ մի բան, ինքը ասում է, ինչ անենք ձեր երեխեքը մեռել են, հպարտացեք, իրանք խաղաղության համար են մեռել։ Ինչի ես ինչ մեղավոր եմ։ Ճիշտ է, ես էի հրամանատար գլխավոր, ես էի վարչապետը, բայց ես մեղավոր չեմ։ Սիմոնա ասում է, ով ասեց, որ ցեղասպանությունն է պատճառը։ Դա չի կարա պատճառ լինի մեր նկատմամբ ատելության։ Թալանը, սպառնալիքները, ավիլ այդ մշակութային էս կոտորածը, չէ, դա չի, ուրիշ ինչ-որ մի բան կա, դա չի կարող պատճառ լինել։ Չի, քանի օքի կա, որ լուրջ ապագայա սրանց հետ տեսնում, էլի։ Իսկ իրան հիշեցնում են, լսենք։ And that constituted, according to this distinguished chief prosecutor of the International Criminal Court. Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն, քրեական հետապնդումներ։
Խոսացողը Քրիստոֆեր Սմիթն է, ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ։ Ինչ եմ սա դնում այս խոսքից հետո, ոսանք հիշեն։ Եթե նույնիսկ իրենք համարում են, որ իրենց ատելու հիմքում ցեղասպանությունը որպես պատճառ չի կարող լինել, ամեն դեպքում թող հիշեն մի բան, ցեղասպանությունը բարելավության ժամկետ չունի։ Եվ սա մասին ասում է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։ Լինեն։ Օրինակ միջազգային քրեական դատարանում։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի եւ այս հարցը մենք պետք է առաջ տանենք, որպեսզի պատասխանատվության կանչենք այս հանցագործությունները կատարածներին։ Նրանց թվում անձամբ Ալիևին։ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է հստակ դատապարտի մարդու իրավունքների նմանօրինակ խախտումները, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությանը, դեմոկրատները, թե հանրապետականները։ Շատ եմ ցավում, որ Միացյալ Նահանգները չարարկեց COP29-ը Բաքվում անցկացնելու Ադրբեջանի հայտը։ But we didn't do enough here. We had an opportunity to do far more, and we did not rise to that challenge. Distinguished colleagues, today the people of Nagorno-Karabakh continue to face numerous challenges. To address them, I propose the following. Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն բռնի տեղահանված մարդկանց համար։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի կառավարության տրամադրած աջակցությունը բավարար չէ լուծելու տեղահանվածների կարիքները, ինչի պատճառով հազարավոր մարդիկ աղքատության մեջ են ապրում։ Նրանք բախվում են բազմաթիվ սոցիալական, այդ թվում գլխին տանիք ու արժանապատիվ աշխատանք ունենալու խնդրին։ Ադրբեջանի դեմ պետք է թիրախային պատժամիջոցներ կիրառվեն Հայաստանի եւ Արցախի դեմ հարձակումների ու ռազմական հանցագործությունների համար։ Պետք է ջանքեր գործադրվեն հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ իրավական գործիքները բավարար չեն։ Միջազգային ուժեղ ճնշումը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինի պահվող անձանց ու տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների մասին։ Անհրաժեշտ է նաեւ վստահելի միջազգային հարթակ ստեղծել, քննարկելու արցախցիների հավաքական, արժանապատիվ ու ապահով վերադարձը միջազգային պաշտպանության ներքո։ Այս հարցը ներառված չէ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, ինչն անընդունելի է։ Thank you very much. Սա ուղղակի ինձ հիշեցնում, որ ոչինչ փակված չի եւ Ադրբեջանի, մասնավորապես Ալիևի վերջի էջը մենք թերթենք հենց այն օրը, երբ որ Հայաստանում այլևս գոյություն չի ունենա Նիկոլ Փաշինյանը իր կառավարության հետ միասին։ Որովհետեւ օգտագործելով այս բոլոր ռեսուրսները, այս հանգամանքները, փաստերը Նիկոլ Ալիևը, նաև Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ պետք է կանգնեն նույն դատարանում, նույն հոդվածով, տվեկուսները ցեղասպանության մեջ են փաստացի մեղադրվում։ Նիկոլ Փաշինյանն է դրան աջակիցն է, իրականացնողն է որպես այդպեսի։ Սրանք իրար հետ հայտնվելու են նույն տեղում, նույն վայրում, իրար հետ պետք է դատվեն նաև։ Ասում եմ, որ պահի Փաշինյան Նիկոլին կարողացանք այսպես անել, այն օրը փակվում է Ադրբեջանի եւ Եսա կասեմ ինչ է նաև Ադրբեջանի եւ մասնավորապես Ալիևի վերջին էջը։ Եվ այսպես, ինչու Ադրբեջանի նաև։ Ուրեմն պատմաբան եւ արևելագետ Իգբալ Աբիլովը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։ Մենք խոսացել ենք, այսօր ավելի մանրամասն ձեր ներկայացնեմ։ Պետական դավաճանության համար։ Ով է Իգբալ Աբիլովը։ Իգբալ Աբիլովը ազգությամբ Փարիժ։ Ադրբեջանում 18 տարվա ազատագրություն դատարկված Իգբալ Աբիլովի գործը քաղաքական հաշվետվաբար թե ազգային պրոկլամացիան հետապնդում Փարիժը։ Deutsche Welle հաղորդում է, որ Բելարուսի գիտնական Փալիշական ցակումով պատմաբան եւ արևելագետ Իգբալ Աբիլովը 2025-ի մայիսի 20-ին, ասում մի քանի օր դատապարտվեց 18 տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով, ըստ քաղաքաբանական։ Բելարուսի քաղաքացի է, ո՞ս կարող պետական Բելարուսի քաղաքացին ո՞ս կարող Ադրբեջանի պետական դավաճանության հոդվածով գնալ, չէ՞։ Դատական գործընթացը անցել է փակ դռների հետևում առանց դրագրողների կամ հարազատների ներկայության, իսկ գիտնականը իր վերջին խոսքով հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները կեղծ են, որևէ ապացույցով չեն հաստատվել։ Ով է Իգբալ Աբիլովը եւ ինչու է դատապարտվել։ Մեղադրվում է նրանով նախ ինքը համասանի երիտասարդ դասախոս է եւ երիտասարդ գիտնական։ Հա, ում հետաքրքրությունների շրջանակը ներառում էր ինչպես տարածաշրջանային միջազգային հարաբերությունները, այնպես էլ իր ազգային արմատները, Թալիշ ժողովրդի մշակույթը, լեզուն եւ ինքնությունը։ Նա կազմակերպել է դաշտային աշխատանքներ
հիմնադրել է տպագիր ամսագիր եւ կապ է պահպանել տարբեր երկրներում գործող գիտնականների հետ, այդ թվում նաեւ հայ գիտնականներ, այստեղ ինքը մեղադրվել է պետական դավաճանության հետ։ Ինչու է նրան դատապարտել Ադրբեջանը։ Ըստ Ադրբեջանի իշխանությունների Աբիլովը կապ է ունեցել հայկական հատուկ ծառայությունների հետ։ Մեղադրանքի գլխավոր ապացույցը Աբիլովի Skype-ով շփումն է եղել հայաստանցի գիտնական Գառնիկ Ասատրյանի հետ, որին նա հարցրել է արդյոք գործում է թալիշներին նվիրված կայքը, որտեղ ժամանակին այս կայք կար եւ ռադիոկայան կար, կարծեմ դրա նախաձեռնողն էր Արապապյանն էր, դա 10 տարից ավել առաջ էր պատմություն, ես դա մասին լսել եմ։ Այս զրույցը պաշտոնապես որակվել է որպես գաղտնի շփում թշնամական պետության հետ, այլ ապացույցներ չեն ներկայացվել։ Եվ այսպես Ադրբեջանը ինքը հասկանում է, որ ցանկացած նման գիտնականի ակտիվ աշխատանք այս փոքրիկ չեն, թալիշները բավականին մեծ խումբ են կազմում Ադրբեջանում, որ այս ազգային, ասենք փոքրամասնությունների մեջ ցանկացած ինքնագիտակցության բարձրացում եւ պատմության մասին մի քիչ տեղեկատվություն քանդելու է Ադրբեջանը։ Ես երաշխավորում եմ, որը գալու է, թալիշները Ադրբեջանը լուծալվելու է, թալիշները միանան Արցախով, միանան Հայաստանին։ Նույնիսկ եթե այնտեղ Արցախի, կարծեմ Արցախի հետ ուղիղ կապ կա, ոչ այսօրվա Հայաստանի հետ։ Ինչքան հիշում եմ, քարտեզով այդպես է, նույնիսկ եթե կապներ չկա, այդ տարածքում գտնվող փոքրիկ միացությունները, եթե ունենանք մեկ դեմոկրատական երկիր, ես խնդիր չեմ տենում, իրենք դառնան Հայաստանի մաս մեծ ինքնավարությունով։ Դրան հնարավոր է հասնել, բայց դրան հնարավոր է հասնել, երբ ունենք ազգային պետություն։ Իրոք չեք պատկերացնի հնարավորությունները ինչքան մեծ են հզոր եւ գեղեցիկ զարգացող երկիր ունենալու համար։ Ընդամենը նորից պետք է գամ են մեր նախնական պայմանավորվածությանը։ Եթե մենք բավարար ուժ ունենք այդ վճռական մենակի հոգեբանությունը երկար պայելու համար, որովհետև ուրիշ բան է, որ մարդ ոգևորվում է մի բան, ուրիշ բան է, որ այդ համոզմունքը է իր մոտ, ապրելակերպ։ Իսկ Նիցշեն ասում է, մեծ գործերը չեն ծնվում մեծ ցանկություններից, այլ այդ ցանկությունների տևականությունից են ծնվում այդ մեծ գործերը։ Եվ եթե մենք կարող ենք տևականորեն ունենալ այդ զգացումն ու որոշումը, ուրեմն արդյունքներ կլինի։ Եթե չէ, դե գիտեք արդեն հիմա ինչ որ ունենք, դա արդեն կա։ Տրամպի ադմինիստրացիան վերջապես պատասխանել է այս մեծ հարձակմանը, ինչ որ իրականացնում է Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ։ Ինչի մասին է խոսքը։ Տրամպի ադմինիստրացիայում այդ նախնական, ասենց ասեմ, անմեղսունակ հայտարարությունները, որ հեսա 1 ժամվա մեջ, 1 օրվա մեջ, Ալիև Պուտինը մեր ընկերն է, ինքը խաղաղություն է ուզում, դրա կամաց փոշիանում են, եւ Տրամպի աշխատակազմը իր հիմնական մասով արդեն վաղուց հասկացել է, որ այն ինչ որ իրենց համոզում էր Թրամփը, իբր ինքը նախնական պայմանավորվածություններ ունի, Պուտինը իրան կլսի եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջը դարձել է մեծ հիմք ներդրություն, մեծ միֆ, այդ ամիջը մեծ միֆ է եւ իրենք այլևս իրավունք չունեն այդ հիմար հայտարարություններին, որոնք ոչ մի բանով հիմնավորված չեն, շարունակել հավատալ։ Եվ եթե իրանք ուզում են Ուկրաինայում պատերազմը ավարտի, նշանակում է պետք է զինել եւ օգնել Ուկրաինային, որ ինքը դա բերի հասցնի ավարտի։ Որը ես կարծում եմ շատ կարևոր որոշում է։ Եվ այսպես ինչ անում հերթական անգամ Թրամփը։ Երեք հայտարարել էր, որ 50% նորից տարիֆամցնելու բանի վրա, Եվրոպայի վրա, այսօր հանել այդ 50%-ը։ Ինչ անում Թրամփը իրականում։ Թրամփը ուղղակի իր նեղ կռուկի համար ապահովում է հսկայական եկամուտներ, իսկ աշխարհին գցում է, պատկերացնում եք ինչ է նշանակում նման հայտարարությունները։ Ոնց որ էլեկտրաշոկով րոպե մեկ խփեց մարդուն։ Ինչ կատարվեց երեք, ես ձեզ վստահեցնում եմ։ Մի անգամից այդ հայտարարությունից հետո, երբ որ տարիֆը կիրառելու եմ,
այս կամպանիաների ներմուծող արտադրություններով զբաղվողների այդ շուկայի հետ կապ ունեցող հիմնարկների կազմակերպությունների ակցիաները ընկնում են իրենց արժեքի մեջ մի անգամից։ Հենց ընկնում են, քանի դեռ Թրամփը չի հայտարարել, որ հետաձգում է, cancel անում այդ ամեն ինչը, իր թիմակիցները իմանալով, որ ինքը վաղը հայտարարելու է, իրանք ամբողջը գնում են էժան գնելով, հայտարարում է, որ չի լինելու, ակցիաները նորից թռնում են վերջ, այ սենց կեղտոտ, ասա դեմ գնայքելու, կեղտոտ, ոչ քաղաքական մարդու, ոչ հարիժ պահվածքով, էժան մանիպուլատոր, ջեպկիր, սա քաղաքական գործի չի կարող համարվել, ով ինչ ուզում է թող իր մասին խոսա, ով ինչ ուզում է թող իմ մասին մտածի, բայց մի մարդ, որ օրեկան նման հակառակ հայտարարություններ անում, ես էլ ասում ինչի համար անում, չի կարող լուրջ երկրի պետականությունը սենց լինի, այսօր հայտարարեմ մի բան, վաղը հայտարարեմ հակառակ բան, անցնի մի շաբաթ էլի հայտարարեմ նույնը, հաջորդ առավոտ հայտարարեմ էլի հակառակը, սա ոչ միայն քաղաքական այդի պահված չի, ընդհանրապես ցանկացած մարդու, եթե դուք շրջապատում նման մարդ ունեք, դուք նույնիսկ չեք կարող իր հետ պլանավորել գնալ, ասենք, քաղաքի կենտրոնում սուրճ խմել, որտեղ դուք չգիտեք վաղը այդ սուրճ խմելուց առաջ ինքը ինչ կասի։ Դուք այդպես մարդուց հեռու կմնաք ուղղակի։ Էլ չեմ ասում ինչ որ լուրջ գործակ ձեռնարկեք իր հետ բիզնես ձեռնարկեք, էլ չեմ ասում ընտանեկան հարաբերություններ, հաստատեք ամուսնություն, ընկերություն, բացառվում է մեկը adekvat նման բակագից ունեցող մարդու հետ երկարատև բան որոշի։ Տեսեք ինչ պարզ բան եմ ասում, ընկերություն, փոքր ինչ որ նախաձեռնություններ, իսկ չեմ ասում, երբ որ այս մարդը հասնում է դառնում է աշխարհի հզորագույն տնտեսության տեր երկրի նախագահ, նման մարդ ընդեղ դա քաոս է, դա կատաստրոֆա է։ Այդ ինչ որ իրենց ներկայացնում է այս ընկերը։ Եվ այսպես այսօր հզոր ուկրաինական հարձակում է Ռուսաստանի վրա նաև 1020 հոգի սպանել է եւ 88 համակարգ է վերացել։ Ես ամեն օր եմ ասում, մինչ մենք իրար խոսում ենք, դուք ես հաղորդում նայել եք, Պուտինի կյանքի մեկ օրվա համար օրական մինիմում սպանվում է 1000 պլյուս մարդ։ Օրական։ Հիմա ինձ որ գրում եք տակը, բա ինչքան ուկրաինացի է սպանում, ուկրաինացիները իրենց տունն են պաշտպանում։ Ես արդեն հասկացել եմ, որ շատ մարդկանց համար պաշտպանվելը անբարոյականություն է։ Իրենք ակնկալում են, որ պետք է այդ մարդիկ հանձնվեն։ Գիտեք ինչի պետք է հանձնվեն, որտեղ իրանք ուրախ էին, որ ասենք իրանք ուրախացել են Ադրբեջանի հաղթանակին։ Շնորհավորում եմ ձեզ։ Բայց դա այդպես, որ իրենք որոշել են պաշտպանել։ Եվ երբ որ տեսնում եմ հայկական իրականության մեջ մարդ կա, որ մեկին մեղադրում են անում, որ ինքը որոշել է իր տունը պաշտպանել, մտածում եմ սրանք արդարացնում են, երբ որ մարդկանց, որ իրանց տունը ծախեցին ադրբեջանցիներն եկան Հայաստան։ Սա եք դուք արդարացնում։ Փաստացի դուք սա եք արդարացնում, բանը մեղադրում եք այն մարդկանց, որ որոշել են իրենց տունը պահել։ Այո, ի շնորհիվ մեր ստոր սրիկա ղեկավարությունների, որոնք միշտ դեմ են քվեարկել բոլոր հանգամանքներում ուկրաինացիներին, կողմ են քվեարկել Ղրիմի օկուպացիային, Դոնբաս, Լուգանսկի օկուպացիաներին, միշտ կողմ են եղել Ռուսաստանի, դրանք բերել են մի հարաբերություններ, որտեղ ուկրաինացիներն են, դուք հասկանում եք, մենք իրենց թշնամին ենք փաստացի։ Հայաստանը որպես պետականություն, Ուկրաինայի թշնամին է։ Իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ շատ ավելի ռադիկալ կարող լիներ ու շատ հիմնավոր, որտեղ ես որ ուկրաինացի եմ տեսնում, երբ որ նա թարս անվստահություն կա, ես դա հասկանում եմ։ Ես միանգամից բացատրում եմ, ասում լսի, Հայաստանը Ռուսաստան չի, Հայաստանը ուղղակի օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Եվ ինչ որ կատարվում է Հայաստանում, այն ինչ որ խոսում Հայաստանի կառավարության բերանով, սկսած մայիսինի պարադից, դա Հայաստանի հետ կապ չունի։ Հայաստանը օկուպացված երկիր է, օկուպացված եւ պատանդ մարդուց չի կարելի շատ բան պահանջել։ Իրանք հասկանում են դա։ Իրանք հասկանում են, որտեղ իրանք են այդպես եղել։ Բայց ես չեմ նեղանում իրանք առաջնային այդ անվստահության համար։ Ես հասկանում եմ, ես գիտեմ դրա պատճառները որտեղ են։
Ասենք մեր բնակիչներին։ Փաշինյանին մի հատ դեր է տրված, որ ինչքան հնարավոր է Հայաստանը իջացնել։ Որ ամոթ լինի, որ չգիտեմ, իջացնել, այս ժողովուրդը, որ գիտեք, ոնց որ մի հատ անտիկ բան 11-ի ձեռքը ու ինքը դա նվաստացնի, ում նվաստացնի։ Այս անում Փաշինյանը այսօր, բայց ես հասկանում եմ այն ժողովուրդ, այն ղեկավարներին, որոնք ժառանգներ չունեն, ու չեմ հասկանում Փաշինյանին, որ ինքը ժառանգ ունի։ Գետնի տակից էլ հանելու են ու դնեն մեջտեղը, չգիտեմ։ Աստված գիտի ու գիտեմ, որ Հայաստանի տերն էլ Աստված է։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, ոնց որ խորթ մայրը գա ու այդ երեխաներին, տանտիրոջ երեխաներին ուղղակի հալածի։ Ես այդ եմ հասկանում իշխանություններից, չգիտեմ ինչ են անում, քանդում են, բայց ես հասկանում եմ, որ գալու է մի պահ, որ կհասնի իր ապիկին այս իշխանությունները իրանց եղած շեղածով ու նորից կսկսվի կանանչ ապագան, չգիտեմ, ես այդ գիտեմ, որ Հայաստանին ինչքան ոչնչացնեն ու վերացնեն հային, դա են անում հիմա, դա արդյունք չի տալու իրանց։ Նորին համաձայն եմ, շնորհակալ եմ տիկնոջը, շնորհակալ եմ, իմ համար շատ կարևոր է այս գնահատականները, անչափ կարևոր է։ Այս մեկնաբանությունները ամեն մի խոսքը իմ համար վերլուծության առաջարկա թեմայա, թե մարդիկ որքան խորքային են տիրապետում այն հանգամանքներին, այն թեմաներին, այն վիճակին, ինչ որ կատարվում է Հայաստանում, եւ ես ուղղակի ես Դուք ինչ եք կարողան։ Ես։ Այո, ասել դուք ինչ եք կարողում, ասես ես, որովհետեւ հայ եմ։ Դուք կարող եք հետ գնալ։ Ինչպես։ Թողնեք պոստը գնալ։ Կենթանի։ Այո։ Սա դուք կարող եք որ ասել դուք պոստը թողեք տուն գնաք, ասում կենթանի, ասում այո, ոչ։ Նայեք այս հայացքը։ Սա վճռական մենակի հայացքն է։ Ինչ ես կրվում։ Տունս եմ պահում, որտեղ հայ եմ։ Կարող է տունը թողես գնաս, պոստը թողես գնաս, ասես։ Ճիշտ է, կենթանի։ Ինչ այո, ոչ։ Տեսեք, ագրեսիա չկա։ Խեղճություն, այո, կա, որովհետև օգնող չունի։ Վճռականություն, դա ասեց, չէ, ճիշտ է, կենթանի չէ։ Սա հարցերը լուծում, ու սա հարցերը լուծեց 90-ականներին։ Ու սա լուծեց մենակ, ուրիշ բան չկար, ոչ մի հույս չկար։ Ամբողջ լևոնական պրոպագանդան մեզ համոզում էր, որ դա անհնարին է։ Մի արեք, մանավանդ Բլեյանի գնալ գալուց հետո, որ գնաց Բաքվից եկավ, անենց մի հեքիաթներ էր պատմում, դուք չգիտեք Ադրբեջան ինչ է։ Ես չգիտեմ այնտեղ ինչ էին կերակրել, ինչ էին ցույց տվել իրան, ինչ էին համոզել կամ խաբել։ Ես Գաղափար չունեմ, բայց որ եկել է, գիտեք, Ադրբեջան։ Տանկը որ պրծնենք, համենայնպես տես ներկայացնում են, կարող է մարդը բանել չէր ասել։ Կարող է գնացել եկել է, ասել է Ադրբեջանն է։ Բայց ներկայացում են ժողովրդին, որ գիտեք, Լևոն մտածողը, որ գիտեք, 7 միլիոն Ադրբեջան, մենք չենք կարող, մենք ընդամենը 4 միլիոն։ Մենք ոնց կարող ենք 7 միլիոնանոց Ադրբեջանին իր հարստությունը։ Այս մարդիկ շատ սատակ արեցին, առանց զենք, շատ սատակ, են Լավրով որ ասում էր ռուսական զենքով է կռվել, ռուսական զենք չէր, մեր տղեկը ռուսական զենքեր չունեն, որսորդական հրացաներ, այդ սովետական զենքը ուներ ադրբեջանցին, մոտ էին որ ասում են այդ զենքը ձեզ որտեղից, ասում են մենք զենք չունենք, զատո թշնամին ունի, մենք չունենք, բայց թշնամին ունի, խլում ենք իրանից, այդ հենց այս պատերազմը հաղթվեց, ինչի? Ոչ մի տեղից սպասելիք չկար, հիմա մերն է, մեր վիճակն է, տեսեք ինչ է ստացվում, ասեցի բոլոր ռեսուրսները տականքի ձեռքն է, ուժայինները տականքի ձեռքն է, այն ինչ որ կարող է կարծիք հայտնել, բանի փոխել, դրանք էլ փողին մեռած, փողը դու ինչ ուզում ես արա, դա կմնում է այս տեսակը։ Այս ա եղել միշտ, հիմա էր ասա։ 90-ականներին այս տեսակը կարողացավ
փոփոխություն մտցներ։ Տեսնենք հիմա ինչ ալինը։ Ես ուզում եմ նաև Սևակին լսենք, որտեղ այս տեսակներ ունեինք։ Հիմա էլ վստահ ունենք։ Այստեղը մի պարզ պատճառով։ Որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր իշխանությունները պարտվել են, որովհետև մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր բոլոր մեր գիտնականները պարտվել են, բոլորը պարտվել են, իրանց ոլորտերի մեջ պարտվել են։ Դրա համար այսօր հայ զինվորը իր արյունով կանգնած է վերջնագծին, լինելիության վերջնագծին։ Այս է խնդիրը։ Եթե գիտնականները պարտված չլինեն, մենք այսօր ժամերի ընթացքում, սա մեր դարն է, մենք կարող ենք դժվար ոչինչ ասել։ Րոպեների ընթացքում լավ գիտություն, լավ զենքեր ու կնոպիկ։ Մենք ամեն ինչ կարող ենք անել, բայց իրանք պարտվել են իրաց տեղում։ Լավ դիվանագետներ ունենայինք, նույնպես կհաղթենք, պարտվել են։ Լավ մշակութային գործիչներ ունենայինք, մենք չենք պարտվել։ Եվ չենք հասնի այս կետին։ Կներես հասար ներողություն Սևակ ջան։ Գիտեք ինչ հիշեցի։ Գերմանականները պարտվել են։ Որ իմացանք, որ ֆիզիկայի ամբիոնի վարիչն է սպանվել պատերազմում։ Երկիրը կռվում է դրոնների դեմ, այսինքն չի կռվում։ Պայթացնում են դրոններով ու ֆիզիկայի ամբիոնի վարիչին ուղարկել են, որը դրոնների տակ մեռնի։ Այսինքն ֆիզիկայի ամբիոնի վարիչը փոխանակ զենք ստեղծելով զբաղված լինել, իրեն ուղարկել են մեռնելու։ Այդ արվեստի մտավորականների մասին եմ ուզում հիշեցնել։ Հիշում եք ձեզ այդ 44-րդ պատերազմի ժամանակ, որ դուք կոչ էիք անում, որ գնան Արցախ կռվելու։ Հիշում եք, որ խնող ձեռքով լուրջ դեմքով սենց կրծքային ձայնով այս սենց ասում եք, հայրենիքը վտանգի մեջ է, պետք է գնալ։ Դա բան եք։ Բան չի նույն ձենով չեք ասում, այ տականք, մեզ որ նկարում եք, ասում եք հայրենի փրկելու ժամանակը, այդ ոնց մի օրվա մեջ դարձավ Ադրբեջան։ Ուր եք բա։ Մի հատ ձայնը իջացեք, սենց կրծքային ու ասեք, սենց կամերայի առաջ, որ այ տականք, այն ժամանակ մեր դեմքով մարդկանց ոգևորում ուղարկում էր մեռնելու, բայց ոնց դարձավ հայրենիքը փրկության համար գնացողը գնում էր Արցախ, որ Ադրբեջանա։ Բայց ոնց եղավ։ Ուր եք։ Թե այդ խոսալու համար է թուլապայը ստացակ, նկարվեցիք այդ երեխեքի գլուխը տարակ կերակ, ու այս ամեն ինչով փակվեց այդ պատասխանատվությունը։ Չի փակվել, գտնելու եմ այդ տեսահոլովակը։ Եթե մեկը տեսնի տեսահոլովակը, ուղարկեք ինձ ես հատ, զանգելու եմ, հարցնեմ, ապեր ասեմ ես դու ես։ Տիկին, պարոն, չգիտեմ, ես դու ես, չէ։ Այս հայտարարությունից հետո դու պահանջել ես պատասխան։ Ես այս մարդկանց կոչ եմ արել գնալ մեռնելու։ Բայց չեք ասում ինձ, որ ես Ադրբեջանն եմ, այդ Ադրբեջանը արդեն, որ դուք որոշել եք, որ սա Ադրբեջանն է։ Թե տեսահոլովակի համար փողը ստացակ ու վերջ։ Ու վերջ, դուք արդեն պուպուշ եք, դուք արդեն ոչ մի բան չեք արել եւ կարող եք շարունակել այս իշխանության համար բանը աշխատել։ Բայց դուրս գալ բեմ մտածողի դեմքով եւ ասել, արվեստը պետք է փրկի աշխարհը, առահաձ էլ բախտից։ Ինչ կապ ունեք արվեստի հետ։ Արվեստը կեղծիք չի սիրում։ Դա արդեն արվեստ չի, դա արհեստ է։ Դուք գնացել եք ընդամենը ձեր դեմքը օգտագործել եք փողի դիմաց, մի բան ասեք, որ իրականությունը չի համապատասխանում, ու դուք հետո հաշիվ չեք պահանջել դրա համար։ Դա արվեստ չի է։ Ինչ արվեստ։ Փողով տեքստ կարդալը դառավ արվեստ։ Կներես Սևակ ջան շոյ։ Եթե մեր մշակույթներ այն ինչ որ կա, կիսա հայկական, կիսա ամերիկյան, կիսա ռուսական, ինչ խառնորդ, որ աշխարհի համար զզվելի է ուղղակի։ Եթե ունենայինք այդ մշակութային մշակույթի մեկ անենք, որպես աշխարհի հնագույն ազգից մեկ է, որը բան ունի աշխարհին տալու, հավատ ասում եմ, դες չէ դիքսպես։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք, եւ իրավիճակը շտկելու միակ տարբերակը, դա ամենացողների է։ Այ Սևակ ջան։ Սա այստեղով վերջի տեսանյութն է։ Այստեղ են երիտասարդ տարիքում հասել է նույնիսկ քաղաքական հետապնդումների ենթարկվել, բանտարկվել, շանթի հետ միասին։
Այսինքն ազգային տղեկը մի զանգով թռան մեռնելու։ Որտեղ Աննա Հակոբյանն ասել մեռան ոչինչի համար։ Կապ 11,000 դասալիքի ծնունդներ։ Հաղթման վերջում ուզում եմ ես հայտարարությունը կարդալ ձեր համար։ Նելի Խաչատրյանին դաշնամուրը։ Ասում է դաշնամուրը մեզ համար պարզապես գործիք չէ, այն միշտ եղել է մեր կյանքի, հոգու, հիշողությունների ու ներշնչման անբաժան մաս, բայց արդեն գրեթե 2 տարի այն բացակայում է մեր առօրյայում։ Այդ լռությունն իսկապես զգացվում է։ Եթե ունեք լավ վիճակում դաշնամուր, որը դուք պետք չէ, ցանկանում եք վստահել այն գնահատող ընտանիքին, մենք այն կընդունենք մեծ երախտագիտությամբ։ Ես չգիտեմ Նելի Խաչատրյանը որտեղ է ապրում, ես խնդրում եմ, դու կարող եք երևի գրել Նելի Խաչատրյան, հայերեն էլ գրվում է, ու տեսնեք, որ ես երիտասարդ աղջիկն է նկարի մեջ, ձեռքը մազերին դրած, խնդրեմ Նելիին ասեք, որ ես մեծ սիրով գերմանական իմ դաշնամուրը կնվիրեմ իրեն, թող կապվի իմ հետ, ուղղակի ես չգիտեմ աշխարհագրական տվյալով, իմաստով որտեղ է ինքը, ես չգիտեմ, այ եթե ասենք Արարածան դաշտում է մի բան է, Տավուշում է մի բան է, բայց ովքեր ունեն դաշնամուր եւ պատրաստ են նվիրել, ինձ նման պատրաստ են նվիրել Նելիին, կարող է իրենք ավելի մոտ են գտնում եւ տեղափոխման հետ կապված ծախսերն ու խնդիրներն ավելի հեշտ լուծելու են լինելու։ Թող հայերեն գրեն Նելի Խաչատրյան, Facebook-ով գտնեն, որովհետև եթե ինքը այստեղ գրել է, ինձ սա պետք է այս Նելի։ Ուրեմն Facebook-ում ինքը կա։ Գտնեք, եթե ուզում եք օգնել, օգնեք։ Ես